Նկարագրելի անչափ հետաքրքիր իր մտահղացումներով, իր անընդհատ պրպտելու մեծ ցանկությամբ, որը դառնում է նաև վարակիչ բոլորի համար, իրեն ճանաչողների համար։ Օրագրին հետևել եմ ամենասկզբից, իրեն հատուկ կոլորիտով, իրեն հատուկ բառացանկով, ամենաշատ ընթերցվող և ամեն օր սպասում էի ես Դավթի պատումներին, Դավթապատմանը, որտեղ կարելի ասել Դավիթը մեր աչքի առաջ մեծացել է իր բլբլոցից սկսած մինչև առ այսօր։ Օրագրի առանց Դավթապատման երևի թե օրագիրը ընթերցել այնքան էլ հարմար չէր լինի։ Դավիթը լրացնում է այդ օրագրի այդ հատվածին։ Տիարից անհնար է ձանձրանալ, բոլորին վարակում է իր աշխատասիրությամբ, բոլորին կարծես ամբողջացնի իր գործերի մեջ, բոլորին սերմանում է մեկը մյուսին օգնելու ցանկություն, փոքրից մինչև ավագ։ Նրանին ճանաչում եմ դեռ 1996 թվականից, երբ նա կրթության գիտության նախարար էր, ես էլ 9-րդ դասարանում էի, երբ մենք հանրապետական օլիմպիադայով այնտեղ ուղղակիր էինք շահել Դիլիջան դեպի համակարգչային ճամբար, նա որպես կրթության գիտության նախարար այցի էր եկել և այն ժամանակվանից երեխաների նկատմամբ սերը դա անբացատրելի էր, ուրախանում էինք ամբողջ ճամբարով։ Հետո, երբ ավելի մոտիկից շփվեցի Տիարի հետ, որպես կրթահամալիրի տնօրեն, այն ժամանակվա հիշողությունները թարմացան։ Կուզենամ գիրը շարունակական լինի գրերը, որովհետև շատ մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցում և կարծում եմ բոլորը, ովքեր ընթերցում են, շատ բան ունենք սովորելու այդ գրերից, և մարդկային, խոսում է ամեն ինչի մասին, մեծ մանկավարժ է, ես շնորհակալ եմ Տիարին, շնորհակալ եմ երևի թե հանգամանքների բերումով ճանաչել եմ, շնորհակալ եմ հենց այդ հանգամանքներից, մեծ մանկավարժ, մեծ մարդ, առողջ եղեք, հարգելի Տիար։